այսօր էլ լուրջ խնդրեմ ունենք անձնական տվյալների պաշտպանության համակարգի հետ։ Ձեր ենթակայությամբ է գործում գործակալությունը անձնական տվյալների պաշտպանության, որը նաև կոնվենցիաների շրջանակներում ունի անկախության պետք է ունենա անկախության բավական մեծ աստիճան։ Ավելին, նաև պրակտիկայում եղել է դեպքեր, երբ որ գործակալությունը տվել է եզրակացություններ, որոնք հակասել են պետական այլ մարմինների, այդ թվում նաև ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված գործողության, բայց շարունակության մեջ ինքը չի գնացել առաջ, կանգնել է, եւ ստացվում է, որ անձի անձնական տվյալները մասսայական կարող են խախտվել, ոտնահարվել պաշտպանության տեսակետից, եւ չկա արդյունավետ համակարգ պատժելու խախտողներին։ Ես այս ստեղծված իրավիճակից ելնելով է, որ սրում եմ այս հարցը անձնական տվյալների պաշտպանության տեսակետից։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, պարոն Մինասյան, ձեր մտահոգությունները իրապես տեղին են եւ մենք էլ ենք դրանք կիսում եւ այդ է պատճառը, որ ձեր կողմից բարձրացված հարցերը նաեւ մեր ուշադրության կենտրոնում են եւ չչարաշահելով համբերությունը միանգամից վերջին հարցին անդրադառնամ անձնական տվյալների պաշտպանության մասին, գուցե եւ տեղյակ եք, որ մենք ունենք նոր հայեցակարգ անձնական տվյալների պաշտպանության նոր անկախ ինքնավար մարմնի ստեղծման, այսինքն մենք կոնվենցիոն պահանջների ապահովման ճանապարհով ենք ուզում գնալ եւ երաշխավորել այդ մարմնի ինստիտուցիոնալ ամբողջական անկախությունը եւ ուժեղացնել գործառութային առումով այդ մարմինը, որպեսզի նաեւ մարմինը հնարավորություն ունենա բոլոր դեպքերում գնալ իր կողմից տրված եզրակացությունների կամ իրականացված վարույթների հետևանքով կիրառված վարչական ակտերի կատարման ճանապարհով։ Եվ սա մեր առաջնահերթություններից մեկն է, ուզում եմ ասել, որ կառավարության շրջանակում այս հայեցակարգը անկախ մարմին ստեղծելու քննարկվել է եւ արժանացել է հավանության եւ եկող տարվա ընթացքում մենք պետք է աշխատենք այլևս նախագծի մշակման հետ կապված եւ օգտվելով առիթից նաեւ կխնդրեմ նախատեսվելիք քննարկումներին դուք էլ ունենաք ակտիվ մասնակցություն, քանի որ այս խնդրով մտահոգություն ունեք։ Ինչ վերաբերում է վճարման համակարգին, ապա պետք է նշեմ, որ հունվարի 1-ից այս համակարգը գործելու է պետական մարմնի, կարելի ասել, միջոցով, այսինքն ինքը ինտերֆեյս է զուտ հանդիսանալու, որպեսզի այլ պետական համակարգերը կարողանան ծանուցումներն ուղարկել եւ ծանուցումը այդ համակարգի վրա երևա ու նաեւ պատուհան է ունենալու ֆիզիկական անձանց համար, բայց դեռևս մասնավորին պատվիրակված լիազորության մասին չենք խոսում եւ հետեւաբար պետական турքի սահմանումը այս դեպքում տրամաբանական է։ Ապագայում մենք որոշել ենք կառավարությունում էլ քննարկումները շարունակել, որպեսզի շուկան կարողանանք ազատականացնել եւ այսպես կոչված տրանսպորտնիկներին, որոնք այդ ինֆորմացիաները կտանեն եւ կբերեն լինկերի տեսքով հնարավորություն կտանք նաեւ մասնակցել այս գործընթացին եւ այդ համատեքստում ձեր առաջարկը ես կարծում եմ կդառնա լրացուցիչ քննարկման առարկա։